Հունվարի 16-ից 25-ը բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի նախաձեռնությամբ Վաշինգտոնում էին գտնվում Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության և կոռուպցիայի ոլորտներում գործունեություն ծավալող մի քանի հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ամերիկայի ձայնի հայկական ծառայության կողմից իրականացված հարցազրույցներից մեկն էլ Transparency International կազմակերպության ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանի հետ էր։ Transparency International-ը կոռուպցիայի շուրջ հետազոտություններ իրականացնող միակ միջազգային հասարակական կազմակերպությունն է, որը գրասենյակներ ունի աշխարհի 104 երկրներում։ Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կառույցին անդամակցում է արդեն 10 տարի և ունի լիիրավ անդամի կարգավիճակ։ 2002 թվականից Transparency International Հայաստան հասարակական կազմակերպությունն ամենամյա հետազոտություն է իրականացնում Հայաստանում կոռուպցիայի ընկալման վերաբերյալ։ Հաշվի առնելով կոռուպցիայի երևույթը, դա իրեւությամբ հանցագործ երևույթ է եւ այստեղ խնդիրներ կա կոռուպցիան չափելու հետ կապված եւ սովորաբար կոռուպցիան պատկերացում կազմելու կոռուպցիայի մակարդակի մասին անց են կացվում այսպես կոչված ընկալման հարցը, այսինքն ինչպես է հանրությունը ընկալում կոռուպցիան։ Հետազոտությունը, որտեղ 0-ից 10 սանդղակով չափվում է կոռուպցիայի համաթիվը, իրականացվում է աշխարհի երկրների մեծ մասում, ընդ որում որքան մոտ է ցուցանիշը 0-ին, այնքան բարձր է կոռուպցիայի մակարդակը եւ ընդհակառակը 10-ին ավելի մոտ հայտնված երկրները կոռուպցիայի ավելի ցածր մակարդակ ունեն։ 2010 թվականի հետազոտության տվյալներով աշխարհում կոռուպցիայի ամենացածր մակարդակն ունեն Նոր Զելանդիան, Դանիան եւ Սինգապուրը։ Հայաստանը հետխորհրդային մի շարք այլ պետությունների հետ մեկտեղ 2.6 համաթիվն ունի։ Ընդհանրապես ընդունված է փորձագետների շրջանում ասել, որ 3-ից ցածրի դեպքում երկրում առկա է համակարգային կոռուպցիա։ Սա ինչպես նորից ուզում եմ հիշեցնել, դա ուրեմն փորձագետների եւ գործարարների կարծիքն է եւ ներսում եւ Հայաստանի հետ առնչվող, ոչ միայն տեղացի։ Վարուժան Հոկտանյանի խոսքերով իրենց հետազոտությունը վկայում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը շարունակական հետընթաց է արձանագրել կոռուպցիայի ոլորտում։ Սա, նշում է փորձագետը, նույնպես վկայում է խնդրի համակարգային լինելու մասին, եւ չնայած Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո կոռուպցիայի դեմ պայքարի նշաններ էին նկատվում պետական կառավարման միջին եւ ստորին օղակներում, սակայն դժբախտաբար շատ հեռու չգնաց այդ ամենը, եւ երբ որ մենք նայում ենք տվյալները, նորից նույնիսկ այդ մակարդակում վիճակը նորից հետ է գնում, այսինքն խնդիրը հետեւյալն է, որ կարծես կար երկու, այսինքն ասպեկտ կա իշխանության մոտեցումների։ Առաջինը փորձել այնպես անել, շատ երկրներում դա փորձում են, որ շարքային քաղաքացին չզգա դա, այսինքն գոնե ներքևներում կոռուպցիա հնարավորին չափ քիչ լինի։ Բայց լինելով համակարգային երևույթ, դա փաստորեն անհնարին է դառնում, որտեղ համակարգայինը ենթադրում է նաև կոռուպցիոն բուրգի առկայություն։ Հայաստանում կոռուպցիայի եւ այլ հիմնահարցերի ուղղությամբ լուծումները Հոկտանյանն ու իր կազմակերպությունը տեսնում են իրական ժողովրդավարական բարեփոխումների միջոցով։ Ճանապարհ, նշում է նա, որի միջոցով հնարավոր կլինի հասնել երկարաժամկետ լուծումների, հակառակ դեպքում համակարգային փոփոխությունների հասնել հնարավոր չի լինի Հայաստանում։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։